Կամ պատմական պահեր, երբ մի փոքր որոշում կարող է փոխել քո հաջորդ հազարամյակների պատմությունը։ Բարի գալուստ այլ ընթացք, ալիք, որտեղ մենք չենք փոխում պատմությունը մեր ցանկությամբ, այլ փորձում ենք հասկանալ, ինչ հնարավորություններ կային, ինչ սխալներ արվեցին եւ ինչու իրական պատմությունը գնաց հենց այդ ճանապարհով։ Այսօրվա հարցը շատ հետաքրքիր է։ Ինչ կլիներ, եթե Կիլիկյան Հայաստանը կարողանար վերջնականապես միավորել Անտիոքը եւ Կիլիկյան։ Սա պարզապես տարածքային ընդլայնման պատմություն չէ։ Սա հարց է այն մասին, թե արդյոք Կիլիկյան Հայաստանը կարող էր դառնալ արևելյան միջերկրականի ամենահզոր քրիստոնյա պետություններից մեկը, միացնելով հայկական Կիլիկյան եւ լատինական Անտիոքը մեկ քաղաքական համակարգի մեջ։ 12-րդ դարի վերջում եւ 13-րդ դարի սկզբում Կիլիկյան Հայաստանը գտնվում էր իր վերելքի շրջանում։ Լևոն Մեծագործի օրոք Կիլիկյան ամրապնդվեց, դարձավ թագավորություն եւ ավելի սերտ կապվեց արևմուտքի հետ։ Լևոն առաջինը թագավորեց 1199-ից մինչև 1219 թվականը եւ ամրացրեց հայկական թագավորությունը Կիլիկիայում։ Կիլիկյան Հայաստանի հիմքերը դրվել էին ավելի վաղ։ Ռուբեն առաջինը 1080 թվականին Կիլիկիայում հիմնեց Ռուբինյան իշխանությունը, որը հետագայում վերածվեց հայկական թագավորության։ Բայց Կիլիկիայի կողքին կար մեկ այլ կարևոր ուժ՝ Անտիոքի լատինական իշխանությունը։ Անտիոքը խաչակրաց աշխարհի հին եւ հերինակավոր կենտրոններից էր։ Այն ուներ ռազմավարական դիրք, հարուստ քաղաքային միջավայր, կապեր խաչակիրների, եվրոպական պետությունների, իտալական վաճառականների եւ տաճարականների հետ։ Լևոն Մեծագործը հասկանում էր, որ Կիլիկիայի ապագան միայն լեռներում ու ամրոցներում չէ, այն նաեւ ծովում է, առևտրում, դիվանագիտության մեջ եւ Անտիոքի նման քաղաքների հետ կապի մեջ։ Այստեղ հայտնվում է պատմության գլխավոր կերպարներից մեկը՝ Ռայմոնդ Ռուբենը։ Ռայմոնդ Ռուբենը Անտիոքի իշխանական տան եւ Կիլիկյան Հայաստանի Ռուբինյան տան կապող օղակն էր։ Նրա հայրը Ռայմոնդը Անտիոքի իշխան Բոհեմունդ III-ի որդին էր, իսկ մայրը Ալիսը Լևոն Մեծագործի ազգականուհին։ Այս ամուսնությունը պետք է լուծեր հայ-լատինական հակասությունները եւ հնարավոր դարձներ, որ ապագայում Անտիոքն ու Կիլիկյան անցնեն նույն ժառանգին։ Ռայմոնդ Ռուբենի ծնունդից հետո Լևոնը նրան ճանաչեց որպես իր ժառանգներից մեկը եւ աջակցեց նրա իրավունքին Անտիոքի գահի նկատմամբ։ Բայց Անտիոքում բոլորը չէ, որ ուզում էին հայկական ազդեցության ուժեղացում։ Բոհեմունդեն, Տրիպոլիի կոմսը եւ Անտիոքի գահի մեկ այլ հավակնորդ ստացավ քաղաքի մի մասի, լատինական ազնվականության եւ տարբեր ուժերի աջակցությունը։ Երբ Բոհեմունդ III-ը մահացավ 1201 թվականին, Բոհեմունդ IV-ը կարողացավ հաստատվել Անտիոքում, իսկ Լևոն Մեծագործը սկսեց երկար պայքար Ռայմոնդ Ռուբենի իրավունքը պաշտպանելու համար։ Այդ պայքարը հայտնի է որպես Անտիոքի ժառանգության պատերազմ 1201-ից մինչև 1219 թվականներ։ Պայքարը երկար էր, բարդ եւ հյուծող։ Մի կողմից Կիլիկյան Հայաստանն էր եւ Ռայմոնդ Ռուբենի կողմնակիցները, մյուս կողմից Բոհեմունդ IV-ը, Տրիպոլին, Անտիոքի քաղաքային ուժերը, տաճարականները, ինչպես նաեւ տարածաշրջանի այլ խաղացողներ։ 1216 թվականին Լևոնին վերջապես հաջողվեց մտնել Անտիոք եւ Ռայմոնդ Ռուբենին հաստատել որպես Անտիոքի իշխան։ Բայց այս հաջողությունը երկար չտևեց։ Ռայմոնդ Ռուբենի իշխանությունը թուլացավ հարկերի բարձրացման, տեղական դժգոհության, Լևոնի հետ հարաբերությունների վատացման եւ Բոհեմունդի կողմնակիցների վերադարձի պատճառով։ 1219 թվականին Անտիոքում ապստամբություն սկսվեց։ Բոհեմունդ IV-ը վերադարձավ, իսկ Ռայմոնդ Ռուբենը հեռացավ։ Նույն թվականին մահացավ Լևոն Մեծագործը եւ նրա ծրագիրը փաստացի ձախողվեց։ Այսօրվա եթեն սկսվում է հենց այստեղ։ Ինչ կլիներ, եթե հնարավոր լիներ պահել Անտիոքի հետ դաշինքը։ Պատմությունը եթեներ չի սիրում, որովհետև ոչ ոք չի կարող հստակ ասել, եթե այս կամ այն քայլը չարվեր, իրականում ինչ կլիներ։ Բայց նման վերլուծությունը կարող է օգնել ավելի լավ հասկանալ մեր պատմությունը, իր սխալ եւ ճիշտ քայլերով։ Այժմ դիտարկենք երկու հնարավոր սցենար։ Սցենար առաջին՝ Կիլիկիա եւ Անտիոք մեկ դինաստիայի տակ։ Առաջին եւ ամենաիրատեսական սցենարը սա է։ Ռայմոնդ Ռուբենը պահում է Անտիոքը, բայց Անտիոքը անմիջապես չի միացվում Կիլիկիային որպես սովորական նահանգ։ Փոխարենը ստեղծում է դինաստիական միություն։ Այս դեպքում Կիլիկիան եւ Անտիոքը կարող էին ունենալ նույն իշխող տունը, ընդհանուր արտաքին քաղաքականություն, բայց որոշ ներքին տարբերություններ։ Կիլիկիայում գերիշխող կլիներ հայկական արքունիքը, իսկ Անտիոքում լատինական քաղաքային ու ֆեոդալական համակարգը։ Սա կլիներ շատ նուրբ հավասարակշռություն։
Եթե Լևոն առաջինը եւ Ռայմոնդ Ռուբենը չփորձեին կտրուկ հայացնել կամ ամբողջությամբ վերահսկել Անտիոքը, այլ թույլ տային տեղական լատին ազնվականությանը պահպանել իրենց դիրքերը, ապա քաղաքի դիմադրությունը կարող էր թուլանալ։ Ինչ կշահեր Կիլիկիան։ Առաջին, ավելի մեծ միջազգային հեղինակություն։ Կիլիկիան այլևս չէր լինի միայն հայկական թագավորություն լեռների եւ նավահանգիստների միջև, այն կդառնար Անտիոքի միջոցով կապված խաչակրած աշխարհի ամենահին կենտրոններից մեկի հետ։ Երկրորդ, ավելի ուժեղ առևտրային դիրք։ Կիլիկյան նավահանգիստները, հատկապես Այասը, կարող էին ավելի սերտ կապվել Անտիոքի ու Սիրիայի հյուսիսային ճանապարհների հետ։ Երրորդ, Կիլիկյան կունենար ավելի լայն պաշտպանական գոտի հարավում։ Անտիոքը, եթե մնար բարեկամ կամ ենթակա կենտրոն, Կիլիկիայի համար կդառնար ոչ թե հակառակորդ, այլ ռազմաքաղաքական պատնեշ։ Բայց սա չէր նշանակի, որ Կիլիկյան կդառնար կայսրություն։ Իրական սահմանափակումը մնում էր նույնը։ Հայ-լատինական հարաբերությունները փխրուն էին, իսկ հարևան մուսուլմանական ուժերը, այուբյանները, սելջուկները եւ հետագայում մամլուքները շարունակելու էին վտանգ ներկայացնել։ Այս սցենարի վերջնական պատկերը կլիներ հետևյալը։ Կիլիկյան Հայաստանը դառնում է արևելյան միջերկրականի կարևոր քրիստոնյա կենտրոն, Սիս Անտիոք առանցքով։ Ոչ անպարտելի, բայց ավելի ազդեցիկ եւ ավելի պաշտպանված։ Սցենար երկրորդ։ Հայ-լատինական պետություն, որը փոխում է տարածաշրջանի հավասարակշռությունը։ Երկրորդ սցենարը հետաքրքիր է, բայց նաև դժվար իրականացվող։ Պատկերացնենք, որ Կիլիկյան արքունիքը շատ զգույշ քաղաքականություն է վարում։ Ռայմոնդ Ռուբենը չի բարձրացնում հարկերը, չի խզում կապերը Լևոնի հետ, չի օտարում Անտիոքի ազնվականությանը եւ միաժամանակ կարողանում է պահպանել հայկական աջակցությունը։ Այս դեպքում ձևավորվում է մի յուրահատուկ պետություն, ոչ ամբողջությամբ հայկական, ոչ ամբողջությամբ լատինական, այլ խառը քաղաքական համակարգ։ Սիսը մնում է հայկական թագավորական կենտրոն, Անտիոքը դառնում է լատինական միջերկրածովյան դարպաս։ Կիլիկիայի լեռները ապահովում են պաշտպանություն, իսկ Անտիոքը միջազգային հեղինակություն եւ կապեր։ Այս միավորումը կարող էր մեծացնել Կիլիկիայի դերը խաչակրած աշխարհի վերջին փուլում։ Երբ խաչակրած պետությունները թուլանում էին, Կիլիկյան կարող էր դառնալ այն ուժը, որը կապում էր Կիպրոսը, Անտիոքը, Տրիպոլին, Հռոմը եւ հայկական աշխարհը։ Բայց նույնիսկ այս լավագույն սցենարում Կիլիկյան Հայաստանը չէր կարող միայնակ կանգնեցնել մերձավոր արևելքի մեծ ուժերի շարժը։ Այն չուներ Եգիպտոսի մարդկային եւ տնտեսական ռեսուրսները, չուներ մոնգոլների ռազմական մեքենան, չուներ Եվրոպայի ամբողջական աջակցությունը։ Բայց այն կարող էր ստանալ ամենակարևորը՝ ժամանակ։ Բացի այդ, Կիլիկյան Հայաստանը ունենալով ավելի մեծ ուժ եւ ազդեցություն, այս պարագայում կարող էր ավելի լավ դիրքերից դիվանագիտություն վարել նույն եգիպտական մամլուքների հետ եւ միգուցե հնարավոր լիներ կանխել կործանումը։ Ավելի երկար կայունություն, ավելի ամուր դիվանագիտություն, ավելի մեծ տնտեսական շրջանառություն։ Այս սցենարի վերջնական պատկերը սա է։ Կիլիկյան Հայաստանը դառնում է արևելյան միջերկրականի միջնորդ պետություն, հայկական սրտով, լատինական դարպասով եւ միջազգային դերակատարությամբ։ Կիլիկյան Հայաստանի ամենամեծ հնարավորություններից մեկը գուցե ոչ թե նոր տարածք նվաճելն էր, այլ արդեն ձեռք բերված հնարավորությունը ճիշտ կառավարելը։ 1216 թվականին Անտիոքը գրեթե հայկական քաղաքական ազդեցության տակ էր, բայց 3 տարի անց այդ հնարավորությունը կորավ։ Եվ եթե այն չկորչեր, Կիլիկյան Հայաստանը գուցե չդառնար գերտերություն, բայց կարող էր դառնալ մի պետություն, որի շուրջ կկառուցվեր ամբողջ հյուսիսային Լևանտի քրիստոնյա քաղաքականությունը։ Պատմությունը հաճախ փոխվում է ոչ թե միայն ճակատամարտերում, այլ գահակալական ամուսնություններում, հարկային որոշումներում, ազնվականների դժգոհության մեջ, եւ թե իշխանությունը որքան խելացի է կառավարում բազմազգ հասարակությունը։ Կիլիկյան ու Անտիոքը կարող էին միասին ստեղծել մի բացառիկ պետություն, հայկական եւ լատինական աշխարհների սահմանագծին, բայց իրական պատմության մեջ այդ նախագիծը չդիմացավ ներքին հակասություններին, արտաքին ճնշումներին եւ իշխանական սխալ հաշվարկներին։ Սա էր այսօրվա այլընթացքը։ Եթե պատմության այսպիսի շրջադարձային հարցերը ձեզ հետաքրքրում են, բաժանորդագրվեք ալիքին, սեղմեք զանգի կոճակը եւ գրեք մեկնաբանություններում, որ թեման եք ուզում տեսնել հաջորդը, որովհետեւ երբեմն պատմությունը հասկանալու լավագույն ձևը հարցնելն է։ Իսկ ինչ կլիներ, եթե ամեն ինչ այլ կերպ ընթանար։